Բարև ձեզ, այսօրվա մեր հյուրը կլինի տուրիզմի մասնագետ Դիանա Մնացականյանը։ Բարև ձեզ Դիանա ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք եւ այսօր կխոսենք ճամփորդություններից։ Պատմեք մեզ, պատմեք մեզ ինչ է ճամփորդությունը ձեզ համար։ Ուրեմն երևի թե կարծում եմ յուրաքանչյուր ճամփորդող մարդու սիրած հարցն է, թե ինչ է քեզ համար ճամփորդությունը։ Ինքը իմ համար դարձել է արդեն այլևս իմ lifestyle-ը, որովհետև ճամփորդության միջոցով ես կարողանում եմ հաղթահարել մի քանի հարցեր ինքս իմ առաջ կուտակված։ Ես միշտ ասում եմ ճամփորդությունը միջոց է իմ համար կրկնակի, եռակի, քառակի, տասնակի կարոտելու սեփական երկիրը, այսինքն երբ որ դու կոնկրետ ինչ-որ տեղից վերադառնում ես, ուզում ես ճամփորդել, գնում ես երրորդ օրը ասենց անսահման կարոտում ես սեփական երկիրը, ու հենց այդ պատճառով ես բոլորին ասում եմ շատ ճամփորդեք, եթե մենք ուզում ենք ավելի շատ սիրել մեր երկիրը, ուրեմն պիտի շատ ճամփորդենք, դա իմ դեվիզներից մեկն է, որտեվ ես ինքս ապացուցվել եմ դրանում, նաև բոլոր այն մարդկանց, ովքեր հաճախ են ճամփորդում, իրենց եմ հարցնում, ասում ասեք, որ երբ որ դու ճամփորդում ես կրկնակի եռակի անգամ ավել ես սիրում սեփական երկիրդ, ու սկսում ես համեմատությունների արդյունքում նույնիսկ այն անհամեմատելի, ինչ որ երևույթներ կամ օրինակ ինչ որ հարցեր, որ քեզ թվում է, որ դրանք շատ բացասական ազդեցություն ունեն տվյալ երկրի համար, համեմատության արդյունքում դու հասկանում ես, որ քո երկիրը այնքան էլ վատ ստատուսում կայլ, այո, կամ վատ վիճակում չի, ու հենց դրա համար ես կարծում եմ, որ ճամփորդությունը առաջին հերթին ինքդ քո համար բացահայտել այն բացասական հարցերը, որոնք քո համար տարիներով կուտակվել են։ Իսկ ո՞նց որոշեցիք, որ պիտի հենց տուրիզմի մասնագետ դառնաք։ Հայաստանում այդ ԵՊՀ-ի ոնց որ բաներից է, չէ՞, ԵՊՀ-ում է մասնաճյուղը։ Չէ, Սլավոնական համալսարանում, իդեպ սրա հետ կապված մի բան պատմեմ, ուրեմն ես ավարտել եմ Սլավոնական համալսարանը, երբ որ ընդունվում էի, հիշում ես սովորել եմ 2002-ից 2007 թվականները, ու երբ որ արդեն պարապում էի, որ պիտի ընդունվեի, դպրոցում ես լավ եմ սովորել, գերազանցիկ եմ եղել, ու երևի թե կհիշեք այդ ժամանակ բոլոր լավ սովորողները 3 ֆակուլտետ էին ընդունվում, իրավաբանական, տնտեսագիտական եւ միջազգային հարաբերություններ։ Միջազգային հարաբերություններ, ու բոլորը ինձ տեսնում էին այդ 3 ֆակուլտետներից մեկում, ասեմ ավելին, բոլորը վստահ էին, որ ես պիտի իրավաբան դառնամ կամ ոնց որ դուք ասիք միջազգային հարաբերություններ պիտի ընդունվեմ, նաև հաճախում էի ժուրնալիստիկայի կուրսերի, ասում էին դե լավ, մաքսիմում ժուրնալիստ պիտի դառնա, լրագրող պիտի դառնա, այդ ժամանակ պատանի լրագրողների կուրսեր կար, հենց ժուրնալիստների միության շենքում, ես 2 տարի այնտեղ եմ հաճախել, իդեպ շատ լավ բազա ունեմ լրագրողական, ու ես մի օր որոշում եմ, որ պիտի գնամ Սլավոնական համալսարան, հենց տուրիզմի ֆակուլտետ, որովհետև այդ ֆակուլտետը ինձ շատ դուր էր գալիս, ես կոնկրետ նպատակներ ունեի, ու բոլորը ես հիշում եմ, երբ որ իմ ընտանիքի անդամներին ասում էին, այս երեխան ափսոս չի, այս երեխան ուր է գնում, ոնց կարա, բայց ես շատ հստակ էի որոշել, ու շատ շնորհակալ եմ ինքս ինձ հավատալու համար, որովհետև ես այն եզակի մարդկանցից եմ, ով այսօր աշխատում է իր մասնագիտությամբ, բոլոր այն մարդիկ, ովքեր իմ շրջապատում կային, ովքեր ընտրեցին այլ մասնագիտություններ, այդպես այն ժամանակ շատ կարևոր, ոնց որ իրենք էին ասում, այս պահին կեսը չի աշխատում իրենց մասնագիտությամբ, այո, իսկ ես հենց այդ տարիներին կարող եմ հպարտությամբ ասել, որ բավականին լավ կրթություն եմ ստացել Սլավոնական համալսարանում, որովհետև մենք հստակ ուղղվածություն ունեինք ու շատ խորքային սովորում էինք այն ամենը, ինչը կապված է հենց տուրիզմի հետ։
Այսինքն դեռ երիտասարդ տարիներից մեկը սիրում էիք ճամփորդությունները, բայց գնում էիք այդ ժամանակ, թե ուղղակի տենց Չէ, այդ ժամանակ պատկերացնում էիք։ ես բարձրապես պատկերացնում էի, ես հստակ գիտեի, թե ես ինչ եմ ուզում ու ինչի համար եմ դա անում։ Այդ ժամանակ մաքսիմում ճամփորդում էինք Վրաստան, Կաբուլեցի եւ Մոսկվա։ Այսինքն ես ցավոք սրտի այսինքն այդ ուսանողական տարիներին ինձ բախտ չի վիճակվել լինել Եվրոպայում։ Հա։ Իսկ որ երկրներ եք ճամփորդել հետագայում արդեն որ ավարտեցիք, արդեն ոնց որ մտաք, հասկացաք, որ ճամփորդելը հենց ձերն է, ավարտեցիք, ուր եք ճամփորդել ընդհանրապես։ Դե ես միշտ ասում եմ կա հիմնական բազային երկրներ, որտեղ յուրաքանչյուր հայ Պարտադիր։ ճամփորդող պիտի լինի պարտադիր, դրանք բնականաբար Էմիրությունն է, Եգիպտոսն է, ոնց որ ասի Վրաստան, Ռուսաստան, հետո Բեյրութ ու արդեն դրանից հետո եվրոպական մի շարք երկրներ։ Հնդկաստանում եմ եղել անցյալ տարի։ Հա։ Իսկ որ արդեն տուրեր որոշեցիք կազմակերպել, դրան ոնց եկաք։ Ինչով ոգեշնչվեցիք, շնչվեցիք, որ կարելի է նաև կազմակերպել ու տենց մարդկանց տանել, հատկապես երեխաների։ Հմ, Ուրեմն նախ ուզում եմ ասեմ, որ իմ հիմնականում տարիներ շարունակ արել եմ incoming tourism կոչվածը, այսինքն ներգնա տուրիզմը, ու ես կարող եմ ասել, որ ներգնա տուրիզմում ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում, որովհետև դա իմ համար միջոց է սեփական երկիրը ներկայացնել, թեպետ ես գիդ չեմ, ես օպերատոր եմ, ես կազմակերպիչ եմ, բայց ամեն դեպքում դա իմ տարերքն է ներգնա տուրիզմը, այսինքն ես հստակ կարող եմ ասել, որ ինձ համար տուրիզմը նախ եւ առաջ սեփական երկիրը ներկայացնելու ինչ որ մի միջոց է։ Ինչպես որոշվեց, որ ես պիտի սկսեմ անել տուրեր, ես ամեն մարդ իր կյանքում ունի, չէ, ինչ որ երազանքների մի հատ բազա, որը ինքը տարիների ընթացքում փորձում է իրագործել։ Ես այդպիսի մարդ եմ, ես շատ մեծ երազանքների, այսպես կծիկ ունեմ ու ամեն անգամ այդտեղից ինչ որ մի բան հանում եմ ու փորձում եմ իրագործել։ Ես ով ինձ հետևում է, թեկուզ Facebook-ում ինքը կտեսնի, տեսած կլինի, որ ես անverջ խոսում եմ կրթությունից, կրթական համակարգից, կրթական ցենզից, մեր այս 30 տարվա դեգրադացիայից, որը չեմ վախենում այդ մասին խոսել եւ այլն։ Ու երբ որ ես երկար ուսումնասիրություններ եմ բավականին երկար ուսումնասիրություններ եմ կատարել կրթության վերաբերյալ, այսինքն գիտական հոդվածներ էի շատ երկար կարդում, թե ինչպես պետք է անենք, հա, որ մեզանից յուրաքանչյուրը իր ներդրումը ունենա ու փորձի փոփոխել հետագա սերունդների այն բացը, որը կա մեր երկրում։ Ու մի շատ հետաքրքիր տարիներ առաջ հոդվածի հանդիպեցի, թե ինչպես է ճամփորդությունը եւ փոխանակման ծրագրերը մեծ ազդեցություն ունենում երեխաների վրա։ Ու դարձավ դա այո, առհասարակ ինչպիսի աշխարհայացք է փոխում երեխաներին, թե երեխաները ինչպես են սկսում իրար վերաբերվել, որովհետև այսպիսի մի բան կա, որ ճամփորդությունը դա առաջին հերթին հանդուրժողականության մասին է։ Այսինքն, երբ որ դու ճամփորդում ես, դու անկախ քեզանից դառնում ես հանդուրժող, որովհետև դու սկսում ես տվյալ երկրի բարքերին ծանոթանալ, տվյալ երկրի մշակույթին եւ ավանդույթներին ծանոթանալու արդյունքում դու սկսում ես շատ հարցերի ավելի հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել։ Ու այդպես իմ համար դա շատ հետաքրքիր sense մի հատ ազդակ էր, ու քանի որ ես տուրիզմով եմ զբաղվում, ասում եմ ու հենց այդ ժամանակվանից սկսեցի մտածել, որ ուրեմն ամեն մարդ այս կյանքում կարող է փոքրիկ ներդրումը իր կարողանա անել։ Էնպես չի, որ պիտի մենք ամեն ինչ գցենք պետության վրա, բոլորս իրար մեղադրենք ինչ որ հարցերում, հա, ասենք, այ եթե այսպես լիներ, ուրեմն մենք այսպես կարող էինք անել ու հակառակը։
Այդպես դարձավ իմ համար անկեղծ կլինեմ ինչ որտեղ իդեա ֆիքս։ Ես երկար ժամանակ, որովհետև շատ պատասխանատու էր, այսինքն ես այնպես չի, որ մի օր վեր եմ կացել, արթնացել եմ ու որոշել եմ, որ պիտի դպրոցականների համար, հա, այդ դեռահասների ավելին կասեմ, շրջանում տուրեր կազմակերպեմ, այնա դա ուղակի տուր չի, դա կրթամշակութային տուրեր են դրանք։ Ու շատ երկար ուսումնասիրություններ անելու արդյունքում շատ երկար հոգեբանական տարբեր հոդվածներ եմ կարդացել իրենց աշխատանքի հետ կապված ինչպիսի վերաբերմունք պիտի ցուցաբերես, որովհետև ամեն դեպքում դու պայմանական ապրելու ես դեռահասների հետ մի տարածքում, չգիտեմ, պայմանական 7 օր։ Դուք պատկերացնում եք, այսինքն ծնողը սեփական երեխայի հետ, չէ, մեկ տան մեջ մի տարածքում գտնվելով անverջ կարող խնդիրներ ունենա։ Դուք պատկերացնում եք, թե ինչ մեծ պատասխանատվություն է, այսինքն ես ամեն ինչին փորձել եմ այդ տեսանկյունից մոտենալ, ամեն ինչին գիտական մոտեցում եմ փորձել ցուցաբերել, խոսել եմ տարբեր հոգեբանների հետ, միջև ինչ որ բան անելը, կարդացել եմ հարյուրավոր հոդվածներ, հարյուրավոր ռոլիկներ եմ նայել տարբեր տեղեր, թե ինչպիսի արդյունք ունի, ինչ բացասական ազդեցություն կարա հենց ինքս իմ վրա ունենա, հա, որովհետև ամեն ինչ այդքան ուրախ եւ պայծառ չի լինում։ Այո, հարյուրավոր հակառակ կողմել կա էլի։ Իհարկե, բնականաբար, այո, հարյուրավոր փոխանակման ծրագրեր կան, որ մարդիկ անում են, բայց ես պիտի հասկանայի, թե ինչի տակ եմ մտնում, շատ կոպիտ ասած։ Այդպես որոշեցի, սկսեցինք աշխատել, սկսեցինք շատ տարբեր ծրագրերի ոնց որ վրա աշխատել, շատ տարբեր ծրագրեր փորձել հասկանալ ինչ կարող ենք անել ու եկանք մի եզրակացության, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ անել հենց այդ կրթամշակութային տուրերը։ Երկու ուրիշ տուր ունեցել եմ ուրիշի հետ, սա իմ արդեն սեփական տուրն էր կարող եմ ասել, այսինքն 0-ից մշակված, ամբողջ ծրագիրը մշակել ենք 0-ից, ես եւ հրավիրող կողմը, այս պահին էլ աշխատում ենք, արդեն փորձում ենք նոր տուրեր մշակել, ուզում ենք, այո, Իտալիա, Հունաստան մշակել, այդպես արդեն ունեցանք շատ, կարող եմ այսպես ասեմ, գլուխ կարող եմ գովալ, որ բավականին լավ 7 օրյա ծրագիր էինք մշակել ու շատ պատվով կարողացանք այդ 7 օրը հաղթահարել, հրաշալի ֆանտաստիկ տուր ենք ունեցել ու անպայման շարունակելու եմ ու կարող եմ արդեն ասել, որ դա իմ տարերքն է, այսինքն ես երբ որ տուրը սկսել էի մշակել ու անել, ասում էի կա երկու տարբերակ, կամ առաջին տուրից հետո ես ասելու եմ ես ինչ սխալ բան արեցի, ինչի առհասարակ դրա մեջ մտա, կամ թողելու եմ ամեն ինչ ու սկսեմ զբաղվել հենց դրանով ու պարզվեց երկրորդ տարբերակը, որովհետև դա այսինքն ես հասկացա մի բան, որ ես թեկուզ փոքր խմբի, հա, այս անգամ 14 հոգի ենք ընդհանուր, ես հստակ կարողացել եմ հասկանալ, որ 7 օրվա ընթացքում յուրաքանչյուր երեխա ստանում է այն ահռելի ինֆորմացիան, այն ահռելի էմոցիան, որ հաճախ տարիներով ինքը չի ստանում։ Գալիս է լրիվ ուրիշ մարդ։ Մենք այնտեղ մշակել ենք հետաքրքիր մի բան, 2 օր ունենք դասախոսություն։ Այո, դպրոցներից բացի մի ուրեմն մշակել եմ մի դասախոսություն ճամփորդող մարդու հոգեբանության մասին, այսինքն մի ամբողջ ժամ տրամադրել ենք երեխաներին ու շատ հետաքրքիր էր, բազում հարցեր են տվել դրա հետ կապված, այսինքն ինչպես հաղթահարել սեփական վախերը, որովհետև ապացուցված է նորից գիտականորեն, որ ճամփորդող մարդը ունենում է որոշակի վախեր, հատկապես պատկերացրեք դեռահասներ են, առաջին անգամ ճամփորդում են առանց ծնող, այո, դուրս են գալիս սեփական կոմֆորտ զոնայից, ինչպես ասում են, ու ինչպես պիտի այդ բոլոր վախերը հաղթահարել։ Խոսել ենք ճամփորդող մարդու էվոլյուցիայի մասին, թե էվոլյուցիայի արդյունքում, հա, մարդու ուղեղը ինչպիսի զարգացում է ունենում եւ այլն, այսինքն առանձին ունենք այդպիսի դասախոսություն, ունենք դասախոսություն, չեմ վախենում ասել, դասախոսություն, որ կարելի ասել նվիրված է հայրենիքին ու այսպես
այսպես հայրենասիրության տարեր կա, որովհետև համեմատություններ ենք անցկացնում ու վերջում եկանք բոլորս մի արդյունքի, որ ամեն դեպքում Հայաստանը չքնաղագույն երկիր է ու մեզանից յուրաքանչյուրը այստեղ իր անելիքը ունի, որ այդ երիտասարդները, որ այսօր գնում են պայմանական ակետ ինչ-որ բան ստանալու, այդ ինֆորմացիան իրենք պիտի բերեն իրենց հայրենիք, մեր բոլորի Հայաստան ու փորձեն այն ամեն ինչը ինչ-որ ստացել են պրոյեկտեն սեփական երկրի վրա։ Դա էլ այդ մասով։ Իսկ դիմավորող կողմը, որ դուք պայմանավորվել եք, գնացիք այնտեղ հայեր էին իրանք, թե հենց Ավստրիայի Ավստրիա, ուրեմն ինքը այս պահին մի քանի կամպանիա կա, որի հետ փորձում ենք նաև աշխատել, բայց տվյալ կամպանիան, որ մեզ հրավիրել էր, իրենք ավստրիական կամպանիա է, որտեղ աշխատում են տարբեր ազգի ներկայացուցիչներ, շատ հետաքրքիր իդեպ մենք գնացինք, մեզ հրավիրեցին իրենց գրասենյակ, որտեղ իրենք այդպես օրենք ունեն, հրավիրող կողմին պարտադիր հրավիրում են իրենց գրասենյակ, ծանոթացնում են իրենց կրթական տարբեր ծրագրերին եւ այլն, ու ուրեմն աշխատում էր այդ գրասենյակում մոտ 15 հոգի կարծես թե, որ երևի թե 8 տարբեր ազգերի ու երեխաներին դա էլ եմ ասում եմ երեխեք տեսեք ինչ հետաքրքիր նաև մշակույթ է, հա, տարբեր ազգի ներկայացուցիչներ այստեղ նստած են Սա էլ էր շատ հետաքրքիր իդեպ փորձառություն բոլորիս համար, հա, որ մենք մտնում ենք մի գրասենյակ հրավիրող կողմին ու տեսնում ենք, որ մի քանի ազգերի ներկայացուցիչներ նստած են այնտեղ ու մեզ շատ սիրուն ընդունում են ու իրենք շատ խաղաղ իրար հետ աշխատում են, այնպես որ ես սա էլ է դրա համար եմ ասում ճամփորդությունը դա հանդուրժողականության մասին է նաև, հա, թեկուզ որ դու կողքից տեսնում ես, որ փաստորեն մի օֆիսում, մի գրասենյակում տարբեր էներգա իհարկե հա ծրագրի մեջ բայց ներառված է որ գնացիք հանդիպեք նաև հայ երեխաների ու ասենք ոնց որ շատերը կան հիմա այս մեր նախագծի շրջանակներում մենք որ հանդիպում ենք նաև Սփյուռքի մարդկանց ու շատերը դե քաղաքացիություն չունեն Հայաստան չեն գալիս արդեն մի քանի տարի էլի կա ծրագրի մեջ այնպիսի կետ որ պիտի նաև գնաք օրինակ Ավստրիա ու նաև հանդիպեք Ավստրիայի հայ երեխաների հետ ոնց որ իրանք էլ իրանց կարոտը կարդնեն կամ կիմանան Հայաստանի երեխեքն էլ չգիտեմ ոնց են մեր երեխեքն էլ էլի ամեն դեպքում իրանց էլ հետաքրքիր կլինի չէ Սփյուռքի երեխեքի հետ շփվել մտածելակերպը տարբեր կլինի ինձ թվում է Այո, շատ իդեպ հայտարարություն էի տվել հենց դրա հետ կապված էլ արձագանքեցին 2-3 հոգի, ես ասում էի, որ հանդիպենք երեխաների հետ, որովհետև իմ ժամանակը այս անգամ շատ քիչ էր, հաջորդին անպայման նախատեսել ենք, բայց հետաքրքիր ինչ-որ բան ստացվեց, 2-3 հոգի գրեցին, որ մենք ուզում ենք հանդիպել, օրինակ ես շատ ուզում եմ հաջորդ ճամփորդությունը, որ անենք, որոշել եմ անպայման, որ ինչ որ միտեղ անպայման հանդիպենք հենց այնտեղի երեխաներին, հայ երեխաներին ու իրար հետ շփում ունենան, այո, որովհետև ցավոք սրտի շատ մարդիկ, ովքեր էմիգրանտ են այս պահին, այո, գնացել են օտար երկիր ու ստացվում է Հայաստան դեռ չեն գալիս։ Ու ես շատ կուզենամ, թեկուզ իրենք իրար հետ շփվեն, որ տեսնեն, թե մեր հայ երեխաները ինչ աստիճան զարգացած են, ինչպես են տիրապետում լեզուներին, օրինակ մենք խմբում ունեինք 4 հոգի, որոնք մաքրագույն խոսում էին անգլերեն, գերմաներեն եւ ռուսերեն։ Մնացած բոլոր երեխաները B2 մակարդակով անգլերեն էին խոսում։ Ու այնտեղի հենց դպրոցը զարմացած էր, հատուկ այդ հարցը տվեցին, ասեցին իսկ ինչով է պայմանավորված անգլերենի այս կարգի բարձր մակարդակը, մենք բոլորս պատմեցինք, որ այնտեղ երեխաներից մեկը հարցում էին պարապում եք, առանձին երեխաներից մեկը նույնիսկ հումոր արեց, ասեց չէ, ես մուլտիկներից եմ սովորել, մեկը ասաց, որ երգերից է սովորել, ես ասեմ ավելին իրանց թված, որ մենք կատակ ենք անում, բայց դա հատուկ այդ հարցը քննարկվել է այնտեղ,
թե ինչպես է ստացվել, որ մեր բոլոր երեխաները փաստորեն մաքուր տիրապետում են անգլերենին։ Ասեմ ավելին, ուսուցիչներից մեկը ասեց, ես գիտեի, որ ձեր երկրորդ լեզուն ռուսերենն է, ասում եմ դե բոլորը հասկանում են ռուսերեն, բայց այդպես ստացվել է, որ մենք փաստորեն արդեն երրորդ լեզվով ենք նաև անգլերեն ու շատ նաև դա է հպարտանալու առիթ, դրա համար շատ այո, պիտի փոխանակման ծրագրերը համաձայն եմ նաև լինեն հայ երեխաների միջև, որպեսզի նույն այդ երեխաները տեսնեն, թե Հայաստանում այս պահին ինչպիսի լավ երեխաներ կան։ Հա, որովհետև sense միտում էլ կա, արդեն դե որ ծնողները դրսում կայանում են, ոնց որ էլ նպատակ չի ինում որոշների մոտ, որ վերադառնան, չէ՞։ Ու այդ երեխեքը, եթե հայ երեխեքի հետ գոնե շփվեն, միգուցե իրանց մոտ այդ կարոտը, այդ քաղցր համը կմնա ու կկանչի էլի այդ կարոտով դեպի Հայաստան գան մի անգամ, թեկուզ ճամփորդության համար կամ եսիմ։ Չի ուզում փակագծերը բացեի, բայց քանի որ խոսեցինք, կասեմ, ես հիմա այդպես փորձում եմ դրա վրա եմ աշխատում, փորձում ենք ինչ-որ բան անել, ուզում ենք անպայման այդպիսի ծրագրեր էլ անենք, որ հայ երեխաներին բերենք ինչ-որ փորձենք այդպես էլի դպրոցների փոխանակման ծրագրերի, ինքը ուղղակի շատ լայնածավալ աշխատանք է իրանից պարունակում, դա մի օրվա, երկու օրվա, երեք օրվա բան չի, բայց փորձում ենք մի քանի պրոյեկտներ ունենք, որը այս պահին տենց կամած փորձում ենք անենք ու անպայման ուզում ենք, որ իրանք բոլորը կրթական բաղադրիչ ունենան։ Այսինքն ոչ թե որ պայմանական երեխաները գան, հաստատ մի շաբաթ մնան տեսնեն գնան, այլ ուզում ենք անպայման, որ ինքը կրթական բաղադրիչ ունենա։ Իհարկե դա շատ լայն աշխատանք է, դա անպայման պիտի համակարծիք լինի նաև կրթության նախարարության հետ, բայց ամեն դեպքում սկսել ենք աշխատել, փորձում ենք, ուզում ենք հասկանանք ինչպես է առհասարակ դա հնարավոր է թե ոչ, բայց այդպիսի ունենք այդպիսի ծրագրեր։ Դե Աստված տա կյանքի կոչվի իսկականից ու ամեն ինչ լավ լինի։ Այ հետաքրքիր որ ասեցիք երեխաները անգլերեն գիտեին, երևի հենց վճարովի դպրոցի երեխեք էին, թե հանրակրթական։ Ոչ, վճարովի դպրոց ունեինք 3 հոգին կարծես, մնացածը բոլորը հանրակրթական դպրոցից էին։ Երկու հոգի ունեինք միջև 9-րդ դասարան, մնացածը բոլորը ավագ դպրոցի եւ քոլեջի երեխաներ էին։ Պարզապես այդ երեխեքը դեռ փոքրուց պարապում են կամ էլի եմ ասում, ինչպես իրենք են ասում, այո, այսինքն գիտեք, այսպես ասեմ, մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ երեխաները հնարավորություն ունեն իրենց ուզած կոնտենտը սպառելու։ Երեխաները շատ լայն հնարավորություններ ունեն թեկուզ արտասահմանյան երգերից անգլերեն սովորելու ու բարձվեց շատերը իրենք հենց սպառում են անգլալեզու, չգիտեմ, երգեր ու օրինակ մի քննարկում կար, երեխեքը իրար հետ կոնկրետ քննարկում էին անգլերեն լեզվով երգեր։ Այսինքն անգլալեզու կոնտենտ սպառելը իրենց արդեն հնարավորություն է տալիս լեզու սովորել։ Հետաքրքիր է։ Այդ դուք իրենց հարցրած կլինեք, ինչն էր, որ դրսում իրանց զարմացրեց, որ Հայաստանում այդ չկա, բաց է ու շատ կերազեին, որ այդ Հայաստանում լիներ։ Իրենք բոլորը հիացած էին դպրոցներից, նախ այսպեսի հետաքրքիր բան ասեմ, ուրեմն մենք ոնց որ Ավստրիայում, Վիեննայում եղանք շաբաթ օրը, դե պատկերացրեք երկու օր հրաշալի իրենք անցկացնում են շաբաթ կիրակի եւ երկուշաբթի օրվանից պիտի գնան դպրոց, իրենց այդ էմոցիաները պատկերացնում եք, չէ՞, բնականաբար լրիվ են կինոյի միջի երեխաներ են, որ արթնացնում ենք, հա, զորով արթնացնում ենք եւ այլն ու մի քիչ բնականաբար ներքին ու ես իրենց դեմքից տեսնում էի, որ իրանք ներքին վախեր ունեն, գնում են դպրոց, ինչ պիտի լինի, ոնց պիտի լինի, չնայած որ մեծ աշխատանք էինք կատարել, պատրաստել էինք իրենց անպայման հենց այդ դպրոցին, ծրագրին, ամեն ինչ, բայց իրենք միևնույնն է չէին պատկերացնում։ Այդ մարդիկ եկել են, որ պիտի գնան դպրոց։
Գնացինք հիանալի մեզ ընդունեց տվյալ դպրոցը, գիմնազիան մեզ շատ սիրուն ընդունեց, իրենք արդեն այսպես սենց թևավորվեցին ու տարիքային բաժանում էին դասարանների, երեխեքը նույնիսկ այսպես սենց լարվել են, ասում են վայ ոնց ենք առանձնանալու, ասում եմ երեխեք հանգիստ, ամեն մեկս մեր տարիքայինով գնում ենք դասարաններ, Դրանից հետո, երբ որ արդեն բնականաբար այդ 5 հրաշալի օրերը ունեցանք դպրոցական, վերջում քննարկում էինք, բոլորը անխտիր խոսում էին ուսուցիչների վերաբերմունքից, թե ուսուցիչները եւ աշակերտները ինչպիսի բարձր հարաբերություններ ունեն միմյանց հետ, թե ուսուցիչները ինչպես են արժևորում երեխայի եսը, թե ամեն ինչ ինչքան գունավոր է դպրոցներում, բոլորը խոսեցին դպրոցի գույներից, բոլորը խոսեցին այդ հանգստի այդ գոտիներից, հա, դպրոցում, որտեղ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի հանգստանալու, խոսում էին ազատ հագուստից, որ երեխաները ազատ են լրիվ հագնված, ով ինչ մազերի գույն ուզում է այդ մազերի գույնը ունի, բնականաբար բոլորը խոսեցին, թե ինչքան կարևոր է, այո, որ թեկուզ մի դպրոցում կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ ու հենց դա էլ հանդուրժողականության մասին է ու թե տվյալ դպրոցում, հա, բոլորը, այսինքն մեկ ազգ են համարվում, այսինքն որևէ մեկը չի առանձնանում։ Երեխաների համար շատ զարմանալու էր, որ օրինակ եմ ասում, դաս էր եղել, որ ինչ որ մեկը սովածացել էր, հանել էր, սկսել էր ուտել, ու որևէ մեկը իրան որևէ բան չէր ասել, թե ինչի ես ուտում, սովածա ուտում է, ու դրա հետ մեկտեղ խոսեմ կարգ ու կանոններից, այսինքն դպրոցը ուներ կոնկրետ կանոններ, որին պիտի հետևեին բոլորը, դա օրինակ դպրոցում չէր կարելի խմել էներգետիկներ, գազավորված որևէ ըմպելիք, պիտի ժամանակին մտնեին դասարան, այսինքն ինչի եմ այս ամեն ինչը ասում, որ զանգ չկար, պայմանական լրացավ իրենց 45-50 րոպեն, հա, գնացին 10 րոպեից պիտի գան դասարան ու բոլորը զարմացած էին, թե ոնց են մեկ մարդու նման բոլորը գալիս դասարան, չէր թույլատրվում հեռախոսներ, բոլորը իրենց հեռախոսները դնում էին դարակի մեջ, հետո վերցնում էին, այսինքն ինչքան ամեն ինչ համահունչ էր, երեխաներին դա էր շատ դուր եկել, որ երեխաները ուսուցիչների հետ շփվում էին, այսինքն հակառակ ուսուցիչները երեխաների հետ շփվում էին լրիվ մեծի պես, շատ բարձր, էլի եմ ասում, հարաբերություններ էր, շատ հարգանքով, այո, ու դա երեխեքին շատ դուր էր եկել, բնականաբար, այդպիսի հարաբերությունները։ Կարգոկանոնը, որ ասում եք, այդ 3 կետերն էլ ամեն դեպքում մեր դպրոցներում էլ կա։ Եվ հեռախոսները արգելված է, ավելի շուտ տանում են երեխեքը, բայց առանձին է դրված ու իրավունք չունի, եթե ծնողը զանգել, մեկը այդ հեռախոսը երեխայի մոտ չի պատասխանի զանգին։ Երկրորդը դե դասամիջոց, հա, զանգը տվելա պետք է մտեն։ Հետաքրքիր ոնց է, որ իրենք հավանել են, նկատել են, որ կարգ ու կանոնը այնտեղ աշխատում է, բայց մեր հայկական դպրոցներում չի աշխատում։ Մենք իրար սխալ հասկացանք, հենց այդ ասում ենք կա այդպիսի կանոններ, այսինքն կանոնները բոլորի համար է, ինչպես եւ հայկական դպրոցներում, բայց դրա հետ մեկտեղ թե ինչքան ազատ է երեխան իրեն զգում, այսինքն որևէ կանոնին պետք է օրենքին պետք է բոլորը հետևեն, օրենքի առաջ բոլորը պատասխանատու են, բոլորը հավասար են, բայց դրա հետ մեկտեղ թե ինչպիսի բարձր հարաբերություններ ունեն երեխաները ուսուցիչների հետ, ու իրենց դա շատ դուր էր եկել, որ թեկուզ ուսուցիչները իրենց շատ հարգանքով հարցեր էին տալիս, այսպես երեխաները շատ լավ ընդունեցին մեր երեխաներին, այսինքն ոչ թե իրենք ասում էին զարմացել էին, որ երեխաները հանձնում են հեռախոսները, հակառակը, որ կա օրենքներ, որոնց իրանք հետևում էին, հա, ու դրա հետ մեկտեղ այդ հետաքրքիր հարաբերությունները ուսուցիչ աշակերտ
Նայեք, դեռահաս երեխան բոլորս գիտենք, թե ինչքան լուրջ հոգեբանական խնդիրները շատ հաճախ ունենում ու բոլորս գիտենք, որ հասունացման շրջանը երեխայի ամենակարևոր շրջանն է իր ապագայի ձևավորման, անձի ձևավորման, սեփական կարծիքը ձևավորելու ժամանակաշրջանի ճիշտ օգտագործումն է։ Ու ես կարծում եմ, որ դեռահասների հետ կարելի է քննարկել այնպիսի թեմաներ, որոնք նույնիսկ ուսանողների հետ չես կարող քննարկել։ Այն ինֆորմացիան, որ դու կարող ես ստանալ 100%-ով դեռահասից, դու երբևէ որևէ մեծահասակից չես կարող ստանալ ու նույնիսկ փոքր երեխայից, որովհետև այնպիսի բառեր, ինչպես կարողանում է օգտագործի դեռահասը, այնպես ինչպես իր միտքը կարողանում է ճիշտ տեղ հասցնել դեռահասը, որևէ ուսանող չի կարող դա անել։ Հա։ Իրենք ավելի པարզ են ներկայացնում, չէ՞, խնդիրը, որ ինչ որ բանից խոսում ենք, երեխեքը ավելի ոնց որ հստակ ներկայացնեն, ավելի ուրիշ ձև մոտենան շատ հարցերի, քան թե մեծերս մի տեսակ ոնց որ բարթացնենք հարցերը։ Ինչ որ խոճուճ բառեր կողքից ավելացնենք, բան ու սես մի հատ սես պայտակ ոնց որ ասես ինչի մասն են խոսում էլի, չէ՞։ Բայց այդ տարիքի երեխեքը մի քիչ ավելի այնց ոնց որ հասարակ լինի էլի ամեն ինչը իրանց հետ։ Ես այսպես ասեմ, ես երբ որ երկար ժամանակ հարցերի շարան ունեի, տալիս էի թե ուսանողներին, թե դպրոցականներին, ու ինչ եմ նկատել, դպրոցականները ամեն ինչ դեռահասները, լավ դպրոցական սխալ եմ ասում, դեռահասները ամեն ինչ անպայման սեփական եսի արժևորման գործընթացով են սկսում։ Ուսանողները դա արդեն անցած են լինում ու ավելի ամեն ինչ ապագային են վերածում։ Դա իմ սեփական, այսպես ասեմ, հարցաշարի արդյունքում ես դրան եմ եկել ու դրա համար եմ ասում, այն ինչ մենք կարող ենք ստանալ դեռահասներից, մենք որևէ մեկից չենք կարող ստանալ։ Դեռահասները շատ անձնական են ամեն ինչ ընդունում, չափազանց, որովհետև իրենք դեռ ձևավորման շրջանում են։ Իսկ ուսանողները ամեն ինչ տեսնում են ապագայով։ Հա, դե որովհետև իրենք էլ արդեն կյանք են մտնում, ուրիշ հարցեր է իրանց հետաքրքիր լինում էլի։ Շատ հետաքրքիր, որ հենց դպրոցն է էլի։ Ես օրինակ մտածում էի այն ստորին էի տեսել են, որ ասեցիք էսի դպրոցի բակն է ու երեխեքը գալիս են դասի հեծանիվներով կամ այդ ինքնագլորներով։ Իմ ջայլոց նայեցի ոնց որ ոչ մեկ կողպեքով չէր, չէ՞, ուղղակի գետնին դրած էր լրիվ։ Ուղղակի գետնին դրված էր, այո։ Զարմացա, ասես, մտքից մեջ ասեցի, այս որ Հայաստանում լիներ, երեխեքը դուրս կգային կտենային չկա էլ հեծանիվները։ Մտածեցի երևի կասեք, օրինակ այդ դրանից է երեխեքը ողջորել, որովհետև դե Հայաստանում նախ ով հեծանիվով կգնա, եսի մի չէր կասեմ երևի այդ երեխու հետևից, ու որ ասենք հեծանիվը կարան բերեն ու տենց հենց գցեն գետնին գնան դասի։ Ապահով էլի այդ կետը պիտի զարմացներ իրենց։ Դա էլ էր շատ իրեն զարմացրել, իդեպ մոռացել էի այդ մասին, շատ լավ հիշեցրեցիք ինձ, այո, դա էլ էր իրեն զարմացրել, որ այո, երեխաները, դպրոցականները նույնիսկ այնտեղ օրինակ հա փոքր երեխաները գալիս են անպայման այդ ինքնագլորներով, հեծանիվներով։ Հիմա անցնենք Հայաստանին։ Դա մշակույթ է, որ պիտի ձևավորվի։ Այո, եթե այսօր ինչ որ մեկը 100 հոգուց մեկը գա հեծանիվով դասի, ինչպես դուք ասացիք, կսկսեն ծիծաղել կամ կարող է այդ հեծանիվը դուրս գա չլինի։ Բայց երբ որ այդ մշակույթը դեռ մանկապարտեզից սկսած ձևավորվի, այսինքն 100 հոգուց 80 հոգին գան հեծանիվով, հեծանիվներից կամ ինքնագլորներից որևէ մեկը չի կորի եւ որևէ մեկի վրա էլ չեն ծիծաղի։ Սա էլ է մշակույթի մի մաս։ Այդ երկրում առհասարակ եվրոպական կրթական համակարգում ու հատկապես գերմանական, ավստրիական կրթական համակարգում շատ կարևորվում է սպորտը։ Այսինքն դա առողջության մի մաս է։ Իրենք հորդորում են, որպեսզի երեխաները իրենց անցնող ճանապարհը ոչ թե մեքենայով, ոչ թե հասարակական տրանսպորտով անցնեն, այլ հեծանիվներով գնան, այլ ինքնագլորներով գնան, որովհետև դա իրենց սեփական առողջության համար է։ Այսինքն այստեղ մի քիչ ավելի այլ հենց այդ կրթության մասին, որ մենք միշտ խոսում ենք, ես հենց այնպես չեմ ասում, որ կրթությունը դա չարենցն ու սևակը չի ժողովուրդ։ Կրթությունը դա այնպիսի այդ արժեքներ է, որ մարդուն ձևավորում է։
Կրթությունը դա այդ soft skill-երն է, կրթությունը հանդուրժողականությունն է։ Այն ինչ որ այսօր մենք տեսնում ենք, դա կրթության բացակայությունն է։ Ու հենց այդ մասին է խոսքը, որ այդ ինքնագլորները, հեծանիվները, այո, Հայաստանում պիտի ձևավորվի նաև այդպիսի արժեքներ, որ երբ որ երեխային ծնողը մեքենայով բերելու փոխարեն, բայց անցնենք մի մասի, մի ուրիշ հատվածի, այնտեղ փողոցներում առանձնացված է հեծանիվների այդ դարոշկա կոչվածը Հայաստանում խեղճ երեխեքը որտեղ քշեն այդ հեծանիվը այսինքն այստեղ վերադառնում ենք այդ ամբողջ պետական համակարգին, պետական ստրուկտուրայի կարևորությունը, որ պետական ստրուկտուրան որ պիտի կարևորություն տա այդպիսի բաներին, հա, դրա համար մեզանից յուրաքանչյուրը որ սկսի մի քիչ ավելի խորքային ուսումնասիրություն անել, թե կրթությունը իրականում իր մեջ ինչա պարունակում, թե կրթություն ասելով ինչ նկատի ունենք, մենք կհասկանանք, որ շատ ավելի արագ կգանք այդ հարցին, որովհետև ցավով պիտի նշեմ մի քանի այսպես քննարկումների արդյունքում մի բան եմ հասկացել, որ մարդկանց համար կրթությունը դա անգլերենի բեմակարդակից C1 մակարդակ անցնելն է կամ չգիտեմ լավ մաթեմատիկա իմանալը դա կրթության մի ուրիշ հատված է, բայց ընդհանուր գաղափարական կրթությունը, որ մենք ասում ենք մարդկային արժեքների մասին է խոսքը, որոնք նախ դա պիտի բոլորիս կողմից ներդրվի, հետո նոր արդեն խորքային ակադեմիական գիտելիքը։ Ճիշտ է, համամիտ եմ լրիվ ձեզ հետ։ Լավ, Զիաննա ջան, իսկ դուք որ ճամփորդում եք, ինչն է որ տենց շատ զարմացնում է ձեզ ու կրթության կողմը տնենք մի կողմ, այդ արդեն իմացանք, որ էլի կուզեիք, որ Հայաստանում լիներ անպայման։ Ես շատ բանալնի բաների մասին կխոսեմ, պարզ բաների մասին, հա, ինչպես ասում են, իմ համար շատ կարևոր է այս պահին, ինչպես ասեցի, այդ օրինակ եմ ասում, շատ կարևորում եմ այդ հեծանիվների եւ այլնի այդ դարոշկան հայերեն հեծանեվա ուղի, այո, դա ինձ համար շատ կարևոր է ժամատախտակներ ունենալ տրանսպորտային ինձ համար երևի թե եվրոպական քաղաքներում ճամփորդելիս ամենամեծ զարմանքը դա տրանսպորտային համակարգի ժամացույցով աշխատելն է։ Այդ աստիճան զարգացած տրանսպորտային համակարգ, որ ունեն եվրոպական երկրները, եվրոպական քաղաքները ամեն անգամ ինձ զարմացնում է։ Ես երազում եմ, որպեսզի Հայաստանում լինի գնացքներ։ Ես ասում տեսնես, ես կտեսնեմ մի օր արագընթաց գնացքներ Հայաստանում, որտեվ ես մի հատ երազանք ունեմ ապրել գյուղում։ Ես շատ ուզում եմ ապրել կամ, չգիտեմ, պայմանական Լոռիում կամ Սյունիքում ու ես անպայման մի օր գնալու եմ այնտեղ ապրելու, բայց դրա համար, եթե այսպես ասեմ, եթե մենք ունենայինք արագընթաց գնացքներ, ես շատ շուտվանից կապրեի 100% մարզերից մեկում։ Բայց այո, ու դա ես կարծում եմ, որ մեր զարգացման համար ու այդ զարգացումը միայն այդ կրթական զարգացման մասին չի խոսքը, հենց տնտեսական զարգացման մասին է խոսքը, շատ խանգարում է այդ, որովհետև այս պահին այդ տրանսպորտային զրո համակարգը, որ մենք ունենք, մենք չունենք տրանսպորտային համակարգ, այսինքն այն ավտոբուսները ղժբժ, որ մենք ունենք, դա տրանսպորտային համակարգ կոչել չի կարելի։ Որ օրը ես կարծում եմ, որ զարգացավ մեր երկաթգիծը, մեր տրանսպորտային համակարգը, հավատացեք, այդ օրը մենք բոլորս կարող ենք հստակ ասել, որ մենք շատ լուրջ քաղաքատնտեսական զարգացում ունենք, այո։ Ինձ դա է զարմացնում։ Ինձ զարմացնում է հաճախ մարդկանց այդ կարգի հանդուրժող լինելը։ Ես այսպես ասեմ, իջավ ճամփորդելը, այսպես կարծրատիպերով ապրում է ինչպես շատերը, այն որ ասում էին մարդիկ իրար չեն ժպտում, մարդիկ իրար չեն օգնում, մարդիկ այսպիսի բաներ էին, չէ, տենց ասում, ու
ես իզարմանս ինձ ես ապշած էի մնացել, որ միջև հիմա որ պայմանական ինչ որ մեկին հարց ես տալիս, ու թե ինքը ինչ աստիճան sense մանրակրկիտ է փորձում քեզ բացատրի, քեզ ուղղություն ցույց տա, քեզ օգնի, այնպես որ ուզում եմ ասեմ, չնայած նրանում, որ մենք հայերս այդպիսին ենք, բայց ուզում եմ ասեմ, որ ես կոտրել եմ իմ համար նաև այդպիսի կարծրատիպ, որ բացարձակապես սուտ են բոլոր ասածները, որ ասում են Եվրոպայում մարդիկ սառն են եւ այլն, ոչ, Եվրոպայում պարզապես ուրիշ ցիվիլիզացիա է, այսինքն մարդը չի երբեք մոտենա քեզ հենց այնպես, եթե դու դրա կարիքը չունես։ Ու բայց երբ որ դու դրա կարիք ունես, ինքը պատրաստ է 100% քեզ օգնելու։ Բնականաբար շատ ինձ զարմացնում է ամեն անգամ նաև ոստիկանական համակարգը։ Թե ես չնայած որ մեր Հայաստանում այս պահին ունենք բավականին առաջընթաց, բայց թեկուզ դպրոցներում որ խոսում էինք, թե ինչ աստիճան հարգանք եւ վստահություն կա ոստիկանության հանդեպ։ Այսինքն յուրաքանչյուր քաղաքացի, երբ որ ունի խնդիր, իր առաջին բանը իր մտքով որ անցնում է, որ ինքը պիտի մոտենա ոստիկանին եւ իր խնդրի համար լուծում փնտրի։ Ես երազում եմ այդ որակի ոստիկանության մասին, որովհետեւ կան մի քանի քաղաքակրթական այսպես ասեմ շարժառիթներ եւ պետության համար կարևոր գործոններ, որոնք պիտի աշխատեն։ Դրանցից մեկը այո կրթությունը եւ ոստիկանությունն է, որովհետեւ պետության հիմքերից մեկը ոստիկանական համակարգն է։ Ու երբ որ քաղաքացին 100%-ով վստահություն ունի ոստիկանության հանդեպ, դրանով ամեն ինչ փոխվում է իր եւ պետության միջև հարաբերությունները։ Դատական համակարգ եւ այլն դրա մասին ես չեմ խոսի, որովհետեւ դա մի քիչ ավելի խորքային է, բայց այսպես սոցիալիզացիայի առումով ամենակարևոր բաներից է ոստիկանությունը։ Այ այդ ամեն ինչը բայց Եվրոպային էր վերաբերվում, չէ՞, ասացիք որ Հնդկաստանում էլ եք եղել։ Հնդկաստանի համեմատել ինձ թվում է, որ երևի Հայաստանը ավելի առաջավոր վիճակում է, չէ՞, գտնվում ու կարող է եւ հիասթափված էլ լինեք, ինձ թվում է, չէ՞, թե չէ։ Նայեք, ես այսպես ասեմ, Հնդկաստանում ոստիկանությունը շատ ուժեղ է։ Այսինքն շատ բարձր մակարդակի ոստիկանություն ունեն ու հանրությունը շատ հարգում է ոստիկանությանը։ Բայց միայն այդքանով մնացածի հետ կապված ես նույնիսկ չեմ մեկնաբանի Հնդկաստանը ոչ թե նրա համար, որ մենք ավելի բարձր ենք կամ հակառակը, այլ մենք շատ տարբեր քաղաքակրթության չափազանց, այսինքն անիմաստ է որևէ բան համեմատել։ Մենք նույնիսկ չենք կարող այսպես ասեմ փորձել համեմատել։ Դրա հետ մեկտեղ երբ որ մենք խոսենք, ասում են կրթական համակարգից հնդկական, երբ որ ասում են ցածր է, ասեմ ավելին իրանք ունեն հրաշալի համալսարաններ, շատ բարձր մակարդակի, շատ որակյալ կրթությամբ։ Այսօր որ մենք նայենք, կտեսնենք, որ աշխարհի լավագույն արդեն կներեք շախմատիստները, IT ներկայացուցիչները, դրանք հնդիկներ են։ Դու չես կարող լինես լավագույնը, եթե դու չունես կրթական համակարգ, այսինքն իրենք ուղղակի այդ կրթությունը հասանելի է շատ քիչ մասայի։ Այո, այդ միլիարդ ավել մարդկանցից ընդամենը միգուցե, չգիտեմ, շատ փոքր տոկոսի։ Դրա համար խորանալ Հնդկաստանի մեջ ես կարծում եմ անիմաստ է։ Հա։ Ամեն դեպքում ինձ թվում է ոստիկանություն էլ որ ասեցիք, ոնց որ իրանց մենակ խոշոր քաղաքներում է ամեն ինչ լավ, չէ, բայց շատ մասը ոնց որ այդքան էլ այդպես չի էլի ամեն դեպքում։ Հա։ Իսկ Հայաստանից ի՞նչն եք կարոտում ընդհանրապես, որ ճամփորդում եք, այն որ ասում եք երբ կնի վերադառնամ ու վերջապես հասնեմ Հայաստան ու չգիտեմ, այդ բանը տեսնեմ կամ
ուտեմ կամ գնամ, չգիտեմ։ Նայեք, երբ որ ես ինքնաթիռից իջնում եմ, մտնում եմ օդանավակայան, ես չեմ կարող բացատրել, բայց ես կարող եմ ձեզ հստակ ասեմ, որ ես այդ օդի զգացողությունը, այդ հողի զգացողությունը 100%-ով եմ զգում։ Ես պարզապես Հայաստանը շատ եմ սիրում։ Թե ինչն եմ կարոտում, ես էլ չգիտեմ։ Բայց Հայաստանը այդպիսի մի հատ հետք։ Ես կարծում եմ, այդ տան հողի զգացողությունը, այդ հենց այնպես չի ասված։ Ես կարոտում եմ ամեն ինչ։ Ես կարոտում եմ մեր կեղտոտ փողոցները նույնիսկ, ես կարոտում եմ մեր հին վերելակը նույնիսկ։ Այսինքն, երբ որ ես գալիս եմ ու այդ վերելակը տեսնում եմ, ես շատ ջղայնանում եմ, որ ինքը միջև այսօր փոխված չի։ Ես երբ որ գալիս եմ տեսնում եմ այն մեր բակի կոտրված ճոճանակը, դա ինձ ահավոր ցավ է պատճառում։ Բայց կապ չունի, բայց դա մի հատ աննկարագրելի սեր է, որը դու չես կարող խոսքերով բացատրես։ Ես էլ չգիտեմ ես ինչն եմ կարոտում, բայց ես անսահման եմ սիրում Հայաստանը ու այդ անսահման սերը ինձ այդ անսահման կարոտն է տալիս։ Իսկ ճամփորդություններից հետո միանգամից մտնում եք արդեն ձեր առօրյայի գործնական հարցեր, բան թե հատկապես այս տուրերից հետո մեկ էլ ինչ-որ ժամանակ ա պետք մի հատ հանգստանաք, վերականգնվեք։ Չէ, ես միանգամից անցնում եմ աշխատանքի, օրինակ ես անգամ վերադարձել եմ, հաջորդ օրը ունեի շատ մեծ միջոցառում, մենք նաև միջոցառումներ ենք կազմակերպում իդեպ, տարբեր team building-ներ եւ այլն։ Հաջորդ օրը ունեի միջոցառում, միանգամից գնացել եմ Ծաղկաձոր միջոցառման, մեկ-մեկ դժվար է տրվում, մեկ-մեկ շատ հոգնած եմ լինում, սպառված, ջլատված եմ լինում, որովհետև օրինակ նույն էս դպրոցականների տուրերի ընթացքում բավականին ջլատվել էի, որովհետև անսահման պատասխանատվություն էր, չափազանց։ Ես չգիտեմ, ես չէի կարողանում քնել, օրվա ընթացքում քնում էի գիշերը մենակ 2-3 ժամ, անընդհատ վեր էի կանում եւ այլն, բայց դա կապ չունի, որովհետև դրա հետ մեկտեղ sense լիցքավորվում է երեխեքի հետ աշխատանքի ընթացքում։ Ես շատ արագ ես շատ արագ եմ ադապտացվում առհասարակ։ Ես չունեմ կոմունիկացիայի խնդիր, ես չունեմ ադապտացիոն շրջանի խնդիր։ Ես յուրաքանչյուր երկրում, յուրաքանչյուր վայրում ինձ ընդամենը պետքա մի քանի ժամ ադապտացվելու համար, հետեւաբար երբ որ ես վերադառնում եմ Հայաստան, շատ արագ կարողանում եմ ադապտացվել ու անցնել իմ գործերին։ Ես Lewis Travel-ի հիմնադիրն եմ, կոչվում է Lewis Travel Adventures and Events, այսինքն մենք նաև զբաղվում ենք այդ միջոցառումների կազմակերպման, որ ասում եմ, մենք զբաղվում ենք եւ ներգնատուրիզմով եւ արտագնատուրիզմով։ Դիանա ջան, նաև փաստորեն Հայաստանի ներսում եք ճամփորդություններ կազմակերպում, որպես туриզմի մասնագետ։ Ինչ լավ կողմեր կա Հայաստանի ներսում, որ կարելի է ճամփորդել, կամ ինչ եք նկատել, կամ ինչ կուզեիք օրինակ փոխվեր Հայաստանի այդ ներքին ցանցում, ոնց որ ասած, туриզմի հետ կապված, որ ավելի լավ լիներ, դրսից էլ մարդիկ ոնց որ կանչեր այդ ամեն ինչը ու գային։ Նախ ուզում եմ ասեմ, որ Հայաստանը ունի անսահման պոտենցիալ, որի վրա պետք է աշխատել, աշխատում ենք եւ այսպես ասեմ, ուրախություն մեզ, մենք ունենք արդեն, ես նկատում եմ Հայաստանը բավականին բարձր թվեր։ Ես արդեն միշտ ասում եմ, մենք կարևորը 2 միլիոնի սահմանը այլևս հատել ենք։ Այսինքն 2 միլիոն եւ ավել զբոսաշրջիկ Հայաստանը արդեն կարողանում է ընդունել։ Ինչ լավ բան կա Հայաստանում։ Բացի այն հիմնական տուրերից, դասական տուրերից, այդ mass destination, որ կոչվում է այդ տուրերից բացի, Հայաստանը ունի մի առավելություն, որի մասին խոսում են բոլոր զբոսաշրջիկները։ Դա մարդիկ են։ Հայաստանը ունի մարդիկ, լավ մարդիկ, եւ այդ լավ մարդիկ Հայաստանի ամեն ինչն են։ Բոլոր տուրիստները նույն բանն են ասում, թե այստեղ ինչքան ջերմ են մարդիկ, թե այստեղ ինչքան հեշտ է կոմունիկացվել մարդկանց հետ, ինչքան բարձր սերվիս ունենք մենք։ Ու ես ուզում եմ սա անպայման նշել, որովհետև թող ինձ ներեն բոլորը, բայց Հայաստանը մենակ սալուձոր չի։ Մենք պիտի սովորենք գնահատել Հայաստանում ապրող հայ մարդուն։
Դա շատ կարևոր է, որովհետև մեզանից յուրաքանչյուրը այս երկրի մի մասն է։ Այս երկրի սարերը ու ձորերը ներկայացնողն է։ Եթե մենք չլինենք, ոչ մեկ չի գալու այդ սարերն ու ձորերը տեսնել։ Մենք ես նկատի ունեմ հայ ժողովրդին։ Բոլորը նույն բանն են ասում, թե այստեղ ինչքան համեղ է սնունդը, ինչքան հրաշալի է այդ սնունդը ներկայացվում, որովհետև ես էստեղ միշտ ասում եմ, որ բացի տեսարժան վայրերից շատ կարևոր է համային ռեցեպտորները, թե այստեղից զբոսաշրջիկը ինչ է տանելու, որովհետև պայմանական թվերն ու դարերը դու մոռանում ես, բայց համային ռեցեպտորը եւ մարդկանց դու չես մոռանում։ Դու վերադառնում ես հետագայում այդ մարդկանց համար, դու վերադառնում ես հետագայում այդ սնունդի համար, այդ մշակույթի եւ այն ամեն ինչը, որ դու քո աչքով տեսել ես եւ շոշափել ես։ Այսինքն սա շատ կարեւոր է։ Սա էլ այս մասով ու ես չեմ վախենում եւ միշտ այդ մասին ասում եմ, որ մենք պիտի նաեւ սկսենք գնահատել։ Իսկ ինչ բացեր կան։ Այո, կան անթիվ բացեր, որի վրա շատ երկար պիտի աշխատել։ Փառք Աստծո, ինչպես ասում են, ամենամեծ բացերից մեկն է ճանապարհները, սկսել են ճանապարհները կառուցել։ Դա շատ կարևոր է туриզմի զարգացման համար, որովհետև եթե չկա ճանապարհ, տվյալ համայնքը շատ դժվարությամբ կզարգանա։ Մենք ունենք խնդիրներ համայնքային զարգացման հետ, այսինքն այսպես մենք տեսնում ենք, որ չէ համայնքները մեծանում են, այսինքն միանում են իրար, բայց անելիքները շատ են։ Այսինքն այստեղ արդեն պիտի գյուղապետերը, մարզպետները, համայնքապետերը սկսեն շատ հստակ աշխատել եւ իրենց օրակարգը սկսեն թելադրել։ Այսինքն պիտի ունենան անպայման ռազմավարություն ու այդ ռազմավարության մշակման արդյունքում պիտի արդեն բաժանվի օպերատորներին, թե տվյալ համայնքը ինչ ռազմավարություն, ինչ իդեյաներ ունի։ Շատ կարևոր է հանրային զուգարանների հետ կապված խնդիրներ ունենք, որոնք կարծես թե սկսել են լուծել ու շատ կարևոր է։ Խնդիրներ ունենք հյուրատների հետ կապված, որովհետև մարդիկ բացում են հյուրատներ, բայց չգիտեն թե ինչպես այդ հյուրատները ճիշտ աշխատացնեն։ Դա էլ մեկ այլ խնդիր է, այսինքն մենք խնդիրներ ունենք ու շատ կարևորում եմ, կարծես թե սկսել են անել դա էլ, ես հուսով եմ ավելի խորը կանեն, ավելի խորը, այսինքն կաշխատեն այդ ուղղությամբ, տրեյնինգների կազմակերպում պիտի լինի անպայման համայնքներում հյուրատների հետ կապված, որովհետև շատերը էլի եմ ասում, բացել են հյուրատուն, բայց չգիտեն թե ինչպես աշխատեն զբոսաշրջիկի հետ։ Այսինքն ինչ-որ հատուկ սկզբունք կա հյուրատուն բացելուց, որ պիտի հաշվի առնեն զբոսաշրջիկների համար, էլի։ Այո, անպայման սկսած հետաքրքիր է։ Հա, նայեք, սկսած թե ինչպիսի այսպես ասեմ, մենյուն օրինակ օտար լեզվով գրված, տենց հարցեր։ Ամեն ինչ, շատ մանրուքներ, թե ինչպիսի, օրինակ եմ ասում, bed and breakfast-ա, թե դու ինչպիսի սենյակներ ես առաջարկում, այդ սենյակներում ինչպիսի տեղաշոր է դրված, ինչպիսի բարձր են դրված, օրինակ եմ ասում, որոնք շատ կարևոր է, թե ինչ կա սենյակում, ինչպես ես դու դա հրամցնում։ Ես մի ամբողջ կետեր էի անցյալ տարի նշել, թե ինչ պիտի հյուրանոցը չանի։ Պայմանական օրինակ հյուրատներ կան, դու գնում ես, մեկ էլ տեսնում ես բացի տերերից 50 հոգի բարեկամներից նստած են այդ հյուրատանը։ Շատ պրիմիտիվ բաներ եմ ասում, բայց սրանք շատ ավելի խորքային ու մասնագիտական են, հա, որոնք պիտի տրեյնինգների արդյունքում այդ մարդկանց բացատրես, որ սա այլևս քո տունը չի, սա քո հյուրատունն է։ Պայմանական, որը քո բիզնեսն է ու քո բիզնեսի զարգացման համար դու պիտի ունենաս հստակ կանոնակարգ ու այդ կանոնակարգով դու պիտի աշխատես։ Այո, դու պիտի չհամաչես քո բարեկամին ասել, որ սա իմ բիզնեսն է, կներես դու էլ արդեն այստեղ չես կարող գալ նստել։
ու այսպիսի հարյուրավոր բաներ շատ կարևոր է որ համայնքային զարգացում լինի այո որովհետև երբ որ շատ ինչի եմ ասում որովհետև կարևոր է գիշերակացը այսինքն մեկօրյա տուրեր չլինեն որ գնան հետ գան Երևան շատ կարևոր է ունենալ տվյալ համայնքում գիշերակաց բայց այդ գիշերակացի համար պիտի ունենանք զբաղմունք այսինքն ժամը 6-ին 7-ին տուրը ավարտվեց շատ զբոսաշրջիկներ չգիտեն ինչ պիտի անեն տվյալ համայնքում ոչ մի զբաղմունք ոչ մի ինտերակտիվ չունեն իրենք եւ շատ կարեւոր է նաեւ լինելով ես օպերատոր բայց ասում եմ կարևոր բաներից մեկն է անկախ զբոսաշրջիկի զարգացումը, որովհետև այսօր աշխարհը գնում է անկախ զբոսաշրջային համակարգին, այսինքն երբ որ զբոսաշրջիկը գալիս է տվյալ երկիր ու ինքը մենակ ուզում է ճամփորդի, բայց Հայաստանում այդպիսի հարցերը շատ լուրջ են, այսինքն գրեթե առանց գիդի, առանց մեքենայի անհնար է, որովհետև էլի եմ ասում այո, մենք տրանսպորտային համակարգի խնդիր ունենք, զբոսաշրջիկը նույնիսկ չգիտի, որ տրանսպորտը պետքա նստի, որ գնացքը պետքա նստի, հասնի տվյալ համայնքում ինչ պիտի անի եւ այլն։ Ունենք այսպիսի խնդիր, բայց սա նաեւ PR-ի, մարքեթինգի եւ ավելի խորքային հարցերի այսպես դասակարգումը, այո, որը պիտի հերթով իրագործվի։ Դիանա ջան, հիմա մեր նախագծի վերջին հարցն եմ տալիս։ Ես կասեմ նախադասությունը եւ դուք կշարունակեք ձեր տեսակետով։ Ես իմ անուշ Հայաստանի, ինչն եք սիրում։ Մարդկանց։ Ինչպես նաեւ թոնիրն ու լավաշը։ Հիանալի է։ Շնորհակալություն հետաքրքիր ջերմ սիրուն զրույցի համար, Դիանա ջան, շատ հաճելի էր։ Ձեզ լիքը ճամփորդություններ, լիքը տուրեր, հետաքրքիր գաղափարներ, ինչքան որ կամ մտքի մեջ, կամ թղթի վրա գրված, թող իրոք իրանք կյանքի կոչվեն, մեծ հաջողությունների հասնեն ու ինչ նպատակ որ ունեք, իրոք թող կատարելագործվի ու իրականանա ամեն ինչ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։